Կադրովի պատմությունը եկեք եւս մեկ անգամ պատմեմ, մի անգամ պատմել եմ, եւս մեկ անգամ պատմեմ։ Մենք ունենք Լարսի անցակետ, որը տարվա կեսը փակ է։ Որտեւ եղանակային պայմաններ ա, նեղ ճանապարհներ ա, վատ ճանապարհ ա։ Եվ մտածում էինք, թե ինչ պետք է անել, որպեսզի այդ Լարսի հարցը լուծվի։ Ինչի Լարսի հարցը լուծվի, որտեվ մեր տնտեսության, հատկապես գյուղատնտեսական ապրանքների մոտ 90%-ը վաճառվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ գյուղատնտեսական ոլորտում ներգրաված անձանց թիվը Հայաստանում 650-ից 700 հազար մարդ է։ Հիմա այդ մարդկանց խնդիրը պետք է լուծվեր Լարսի անցակետի հետ կապված։ Կա մի հատ ճանապարհ, կոչվում է Իտում Կալե Շատիլի։ Դա Վրաստանի մի հատված է, այն Պանկիսկի Ուշելյան, որ կա, այդ հատվածով, որը կպնում է Ռուսաստանին, Չեչնիային։ Քարտեզը վերցրել ենք, նայել ենք, հասկացել ենք, որ այդպես ճանապարհ կա, մարդ ենք ուղարկել այդ ճանապարհով, գնացել տեսել, որ գրունտային վատ փոքր ճանապարհ է, ու հասկացել եմ, որ միգուցե հնարավոր է մի անցակետ եւս սարքել այդ հատվածում, գնացել եմ հանդիպել եմ Վրաստանի իմ գործընկերների հետ, այդ առաջարկը արել եմ, իրենք ասել են, որ դա ընդունելի առաջարկ կարող է լինել, բայց մենք Ռուսաստանի հետ հարաբերություններ չունենք եւ նրանց հետ չենք բանակցելու։ Հետեւաբար դուք եք իրենց։ Ես գնացել եմ Ռուսաստան, քանի որ այդ ռեգիոնի ղեկավարը Ռամզան Կադիրովն է, հանդիպել եմ այդ մարդու հետ եւ ասել եմ, որ եթե վրացիները այս կողմից ճանապարհ կառուցեն, դուք էլ այս կողմից կառուցեք, հնարավոր է այդ ծրագիրը անել։ Շատ ոգևորվել է, ասել է այո կանեմ, ու ճանապարհը այդ հատվածում, ռուսական հատվածում, Չեչնիայի հատվածում, այդ ճանապարհը սարքած պատրաստ է, մնացել է։ Արել է։ Այո, մնացել է ընդամենը 1 կիլոմետր ասֆալտապատում, որ վրացիներն էլ անեն, էդի դառնա։ Վրացիները չեն արել այս պահին։ Իրանք հիմա Լարսն են ավելի լայնացնում, չգիտեմ ինչ են, բայց դա ծրագիր էր, որը պետք է արվեր։ Այո, այդ ընթացքում Չեչնիայի ղեկավարի հետ ձևավորվել են ընկերական հարաբերություններ, որը կան մինչ օրս։ Եվ դրա վատը ո՞րն է, ես ուզում եմ հասկանամ։